Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթե ես նստած եմ դրամատիկական թատրոնի ամենաբարձր վայրում, դա չգիտեմ ինչի նշանակում է, որ այսօր դրամատիկական թատրոնում պրեմիերա է, ինչ պրեմիերա է կիմանաք մի փոքր ուշ, իսկ ես ուզում եմ ասել, որ քանի որ այստեղ շատ բարձր եւ դրամատիկական թատրոնի բոլոր աշխատակիցները ուզում են ինձ ուղակի բրթել եւ գցել այստեղից, եկեք միանգամից տեղափոխվենք Դալիճ, գնացինք։ Մամմա Միա ներկայացման դեպքերը տեղի են ունենում նախորդ դարի 30-ական թվականներին Ամերիկայի Միացյալ Նահանգների Քլիվլենդ քաղաքում, որտեղ օպերային ելույթներով հանդես պիտի գա իտալացի աշխարհահռչակ տենոր Տիտո Մերելի։ Բայց այս ամենը դեռ ոչինչ։ Մեր տեսանյութը այն մասին է, որ այս ներկայացման մեջ հանդես են գալիս նաև երիտասարդ դերասաններ։ Եկեք հետևենք նրանց։ Իտալացի է, չէ՞։ Նրանք ամեն ինչ էլ ապուրում են։ Կարող է էլ ավելի լավ լինել։ Լավ փորձեր ենք ունեցել, չեմ ասում որ վատել, բայց պետքա անընդհատ դու քեզանից ինչ-որ ավելին պահանջես։ Կարծում եմ էլ ավելի լավ կլինի։ Նոր դերան, նոր զգացողություններ։ Ու ինչ ասեմ։ Հանդիսատեսը թող դատի լավ էր թե վատ էր։ Դժվարություն կա իհարկե, բայց դե պետք չի նայել որ դժվար է ու համարձակությունը կորցնել եւ այլն, չէ, պետք էր աշխատել ու կարեւոր չէր գլխավորը, երկրորդականը դերա ու պետք է հաղթահարել, կերպարը ճիշտ ընկալել։ Չգիտեմ, մի քիչ հուզված եմ, երևի լավ ենք խաղացել։ Ես նոր եմ եկել դրամատիկ թատրոն, առաջին իմ ներկայացումն է այստեղ ու կերպարը նաև այնպեսին էր, որ շատ բացեց, շատ որպես դերասան, հա, որպես դերասան շատ բան տվեց։ Շատ շնորհակալ եմ Արմեն Սամվելիչին, Բարսեղյան Արմենին։ Ժամանակն է լսելու նրանց ավագ խաղընկերների կարծիքները։ Արվեց ինչ որ հնարավոր էր դերասանների, դերակատարների կողմից եւ ռեժիսորի կողմից, իսկ ինչ վերաբերում է հանդիսատեսին, հանդիսատեսը այսօրվա ամենաջերմն է, որովհետեւ մենք այսօրը թատրոնի լեզվով կոչում ենք մամա պապա, այսինքն խաղում ենք մեր մայրիկների ու հայրիկների համար, այնպես որ այսօրվա հանդիսատեսը ավելի կոմպրոմիսի գնացող, ավելի ծափահարող, ավելի սիրող հանդիսատես է, որը մեզ պարտավորություն է, որպեսզի հաջորդ ներկայացումը շատ ավելի զգոն եւ ուշադիր խաղանք։ Շնորհավորում եմ բոլորիս, բոլոր իմ ընկերներին, գոլեգաներին եւ հանդիսատեսին, որովհետեւ ծնվեց նոր, պայծառ, լուսավոր մի ներկայացում, որի վերնագիրն է Մամմա Միա։ Մամմա Միա դու կով եք։ Այ, Տիտո մամմա Միա, ինչպես չեք ամաչում։ Բոլորը ներքևում ձեզ են սպասում։ Իսկ դուք այստեղ առողջ նստել եք։ Շողունի երազում եք ծանոթանալ ձեզ։ Տիտո դուք հնչակ։ Կատարյալ հնչակ։ Մեր երիտասարդների մասին կասեմ, որ հրաշալի աշխատանք կատարվեց, հատկապես Արտաշը հրաշալի դերակատար է, նույնը եւ Լուսինեն։ Դե հասկանալի է սկզբում դժվարություններ բան, մեկը նոր եկած թատերական ինստիտուտից, մեկը ինչ որտեղ արդեն պրակտիկա ունենալով, բայց հրաշալի աշխատեցին երեխեքը եւ ես շատ ուրախ եմ, որ մեզ փոխարինող նման սերունդ է գալիս եւ թող Աստվածա հաճախակի գան եւ շատ կան։ Աշխատել ենք Արմեն Բարսեղյանի հետ, Արմեն Խանդիկյանի հետ, շատ հաճելիորեն եւ ես հիմա խաղալուց հաճույք եմ զգում։ Իսկ եթե բեմում դերասանը հաճույք է զգում, կարծում եմ, որ կարող է նորից հաճույք պատճառել հանդիսատեսին։ Նա ուզեք ու ոնց կարելի է ասա։ Պետք է ասեմ, որ տարօրինակ է։ Ինչն է տարօրինակ։ Բացվում է, պարոնները ինձ սիրում եք ուրցուտել։ Շատ լավ է։ Գուցե կրծքի կաթը ձայնին լավ է։ Կարծում եմ հանդիսատեսը շատ լավ ընդունեց ներկայացումը, դատելով նրանց ընդունելությունից եւ ընթացքում եւ վերջում ծափահարություններից։ Կարծում եմ, որ ներկայացումը, կարծում եմ, չէ, վստահաբար ասում եմ, որ ներկայացումը անցավ հիանալի, դերասանները
շատ լավ խաղացին եւ գնալով ներկայացումը ավելի կհանգստանա եւ ավելի թրթիր կմտնի ներկայացման մեջ եւ այս կատակերգությունը կունենա իր հանդիսատեսը։ Ընդհանրապես ասեմ, որ մեր թատրոնում սերնդափոխությունը ճիշտ ընթացքով է գնում։ Շնորհակալություն։ Եվ անպայման պիտի թատրոնում լինեն եւ երիտասարդները, եւ հայրերը, եւ պապիկները, այսպես ասած, ընտանիքի բոլոր անդամները, եւ գրեթե բոլոր ներկայացումներում մենք աշխատում ենք երիտասարդներին ընդգրկել, որպեսզի նրանք ավելի փորձառություն ձեռք բերեն եւ ասեմ, որ դերասանը իհարկե կայանում է, դերասանը վարպետանում է խաղալով։ Նախշրել ոնց որ խոս։ Մենք գնացքում ենք, նա ուտել, շատ։ Հասանք տեղ, էլի ուզել ճաշ։ Մի ուտել ասում է, սիրտ խաղի դա պիներ։ Եվս մեկ նոր ներկայացում ծնվեց Երևանում։ Մամմա միա, թող այս ներկայացումը երկար կյանք ունենա։ Նարեկ Քթյան դրամատիկական թատրոնից հատուկ նոր նյուզի համար։